Ստեղծվել է մի իրավիճակ, որ փողի գործոնը դարձել է ամենակարևորը, փող ունես, կարող ես մասնակցել քաղաքական գործընթացներին, փող չունես, դու խաղից դուրս ես, քո դեմ քննադատական խոսք հաղող ցանկացած անձի դու պիտակավորում ես կամ KGB-ի ագենտ, կամ ռուսական շպիոն, կամ չգիտեմ, այսինքն Նիկոլ ջան, սա քո գործունեության հետևանքն է։ Եթե քո բոլոր քաղաքական դաշտը ականապատված է ռուսական ագենտուրայով, եթե ամբողջ քաղաքական դաշտը ականապատված է օտարերկրյա, ուրեմն ազդեցություն ունեցող անձանցով, եթե 8 տարիների ընթացքում քեզ չի հաջողվել Հայաստանի Հանրապետությունում առողջացնել քաղաքական դաշտը եւ իսկապես կայացնել քաղաքական համակարգը, եթե քեզ չի հաջողվել քաղաքական իշխանության համար պայքարում ձևավորել մի միջավայր, որտեղ բոլոր քաղաքական ուժերը կառաջնորդվեն բացառապես Հայաստանի ռազմավարական շահերով, դա քո հաղթանակը չի է, քո այսպես գոռալը չի, դա քո ռազմավարական պարտությունը։ Ի վերջո գալու է մի օր, ասենք թե 2026 թվականին էլ Քոչարյանին, ուրեմն մի անգամ էլ հաղթելով, Սերժին էլ մի անգամ հաղթելով, չգիտեմ, այս բոլոր ուժերին էլ մի անգամ հաղթելով, 2026 թվականին էլ սենց պոպուլիստական լոզունգներով հաղթեցիք։ Հետո լուծվելու է Հայաստանի խաղաղության ու պատերազմի հարցը, լուծվելու է Հայաստանի ժողովրդագրության ճգնաժամը։